Այսօր աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է և այդ առիթով հեռանկարում հյուրընկալել ենք Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանին։ Բարև ձեզ, տիկին Մանասերյան, շնորհակալ ենք մեզ հյուրընկալվելու համար։ Այսօր օրվա երևի թե նաև առիթը օգտագործելով հերթական անգամ հայտարարվեց, որ աշխատողների թիվը կամ գրանցված աշխատողների թիվը Հայաստանում ավելացել է, ես ուզում եմ մեջ բերել էկոնոմիկայի նախարարի խոսքերը, աշխատատեղերի թիվը մեր երկրում նախորդ տարվա մարտ ամսվա համեմատ աճել է 40,490-ով, հասնելով 782,100-ի, իսկ իրական կամ որ նույնն է գնաճով ճշգրտված աշխատավարձը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ աճել է 4,1%-ով։ Սա պաշտոնական վիճակագրություն է, բայց ինչպես հայտնի է, ոչ բոլորն են հավատում պաշտոնական վիճակագրությանը։ Ըստ ձեզ, սրանք օբյեկտիվ թվեր են, եւ սա լավ ցուցանիշ է։ Եթե նայենք, ապա այո, պիտի որ լավ ցուցանիշ լիներ, բայց ուզում անդրադառնալ նաեւ այդ աճած աշխատատեղերի, գրանցված աշխատողների թվաքանակի աճի հետ կապված նաեւ արդյոք որքան են համատեղությամբ աշխատողների թիվը, որովհետև աշխատողների մեծամասնությունը նաև գուցե որ բավականին զգալի հատված աշխատում է նաև համատեղությամբ աշխատանքում, ինչը մեզանում արդեն կարծես թե սովորական է դարձել։ Այսինքն այս թվի մեջ կան մարդիկ, որոնք երկու անգամ են կամ գուցե որոնք 3 անգամ համատեղությամբ են աշխատում, գուցե ունեն 1 համատեղություն, գուցե ունեն 2 համատեղություն, սրա մասին էլ է պետք մտածել, երբ ներկայացնում ենք թվեր։ Հասկանալի է։ Եվ երբ մենք անդրադառնում ենք առկա գնաճին, ապա պիտի դրա հետ միասին անդրադառնանք նաև, թե ինչպիսին է նվազագույն սպառողական զամբյուղը, ինչպիսին է սպառողական զամբյուղն ընդհանրապես, ինչ ենք ներառել զամբյուղում, այսինքն պարենային եւ ոչ պարենային ծախսերի առումով եւ որքանով են դրանք համապատասխանում գնաճին, որքանով են համապատասխանում աշխատավարձերը։ Ես կուզենայի, որ մենք նաեւ անդրադառնայինք այս պարագայում ոչ միայն միջին աշխատավարձի ցուցանիշներին, այլ նաեւ նվազագույն աշխատավարձի ցուցանիշներին, որովհետեւ միջին աշխատավարձի բարձր լինելը ինչը որ շատ դեպքերում այդպես ներկայացվում է, դա հիմնականում մենեջմենտի կամ IT ոլորտի բարձր աշխատավարձի ֆոնին է դառնում այդ բարձր աշխատավարձը միջին աշխատավարձի։ Այսինքն շատ քիչ մարդկանց աշխատավարձը շատ բարձր է լինում եւ ազդում է ընդհանուր ֆոնի վրա, իհարկե, ընդհանուր ֆոնի վրա, որովհետեւ ինչպես հայտնի է մեզանում մենք ունենք աշխատավարձերի սոցիալական անարդար մոտեցում, որովհետեւ մենք ունենք բավական մեծ ինտերվալներ, ունենք նույն կազմակերպությունում կարող ենք ունենալ շատ բարձր աշխատավարձով մենեջմենտ եւ շատ ցածր աշխատավարձով օրինակ բանվորներ կամ միջին մասնագիտությամբ տիրապետող աշխատողներ, որոնց աշխատավարձը գուցե նվազագույն չէ, բայց միևնույն է, եթե մենք համեմատելու լինենք նրա աշխատավարձը առկա գնաճի հետ, ապա կտեսնենք, որ դա բոլորովին էլ բավարար չէ, որպեսզի մարդը կարողանա ունենալ բարեկեցիկ կյանք եւ կարողանա ապահովել ոչ միայն իր, այլ նաեւ իր ընտանիքի անդամների կենսապահովումը։ Այսինքն եթե միջին աշխատավարձը հաշվարկվեր հաշվի չառնելով, ասենք IT ոլորտը կամ մենեջմենտի ոլորտը, մենք շատ ավելի փոքր մենք հաստատ այլ պատկեր կունենայինք։ Հետո ես ճիշտ եմ հասկանում, որ իրականում ոչ թե աշխատատեղերն են մեզ մոտ ավելացել, այլ ուղղակի հիմա ավելի շատ գրանցում են այդ մարդկանց։ Առաջ չէին գրանցում, քանի որ մենք երկար տարիներ է պայքարում ենք ստվերի դեմ, պայքարում ենք ոչ ֆորմալ զբաղվածության դեմ, սա դրա նաև արգասիքն է։ Այսօր մենք ունենք ավելի շատ գրանցված աշխատողներ, քան նախկինում։ Եվ սա է պատճառը նաև, որ իհարկե սրա մասով պետությունը բավականին շատ գործողություններ է կատարել, որպեսզի ստվերը դուրս գա։ Իհարկե դեռ ունենք ստվեր, ոչ ոք չի ասում, որ մենք ստվեր չունենք, հատկապես եթե մենք օրինակ գյուղատնտեսության ոլորտն էլ ենք ներառում ստվերի թվի մեջ, ապա մենք բավականին մեծ թիվ ունենք ստվերի տոկոսային հարաբերությամբ։ Բայց պետք է նաև ընդունենք, որ փոքր է այդ ստվերը, կամ քիչ է, կամ
Համեմատության մեջ, այո, իհարկե, նախորդ տարիների համեմատ բավականին քիչ է այդ ստվերը եւ սա էլ է իր արդյունքը տվել եւ կարծում եմ, որ այստեղ թե հարկային մարմնի աշխատանքի, թե տեսչական մարմնի աշխատանքի, թե ինչու՞ չէ հենց իրենց աշխատողների, որովհետեւ օրինակ Հայաստանի Արհամարհությունների կոնֆեդերացիան բավականին երկար ժամանակ աշխատողների շրջանում էր անում իրազեկման աշխատանքներ, որպեսզի նրանք ստվերից հրաժարվեին եւ չաշխատեին ստվերում։ Եվ այսօր էլ մենք ունենք ծրագիր, որը արդեն մեկնարկտրվել է, դեռ աշխատում ենք ստվերում կամ ոչ ֆորմալ տնտեսությունում աշխատող անձանց դեպի ֆորմալ դաշտ բերելուն, նրանց կազմակերպելու միջոցով, այսինքն արհամարհություններում կազմակերպելու միջոցով բերում ենք նրանց ֆորմալ դաշտ։ Եվ սա բնականաբար տալիս է այն արդյունքը, որ ոչ թե աշխատատեղերն են ավելի շատ ավելացել, այլ այնց աշխատողներն են գրանցվել եւ մենք այլ պատկեր ունենք։ Եվ ելի եմ ուզում կրկնել, որ սրա մեջ պիտի ներառել նաեւ համատեղությամբ աշխատողների թիվը որքան է։ Մի վիճակագրական տվյալի մասն է, եկեք խոսենք 2024 թվականին գործազրկությունը, եթե չեմ սխալվում, 13.9% է կազմել, մինչդեռ 2023-ին 12.4% եղել, այսինքն մեկ տարվա կտրվածքով 1.5% աճ է գրանցվել գործազրկության։ Մի տեսակ հակասության մեջ է այս տվյալը այն իրողության հետ, որ աշխատատեղերի կամ թեկուզ գրանցված աշխատատեղերի թիվը ավելացել է։ Թե գուցե այստեղ նաև Արցախից այդ բռնի տեղահանված քաղաքացիների գործը։ Իհարկե, քանի որ Արցախից բռնի տեղահանված անձինք համարյա բոլորը երևի թե գրանցվել են նաև միասնական սոցիալական ծառայությունում, քանի որ հենց միասնական սոցիալական ծառայությունն էր այն պետական մարմինը, որտեղ որ նրանք պիտի հաշվառվեին, բնականաբար այս հաշվառումները տրվել են իրենց արդյունքը եւ գործազրկության մակարդակի աճ ունենք այսօր։ Թեպետ միևնույն է 2023 թվականի տվյալը ելի բարձր է մեզ համար։ Հայաստանի Հանրապետությունում գործազրկության մակարդակը բարձր է եւ մի շատ պարադոքս ունենք այստեղ, պարադոքսալ երևույթի հետ ենք առնչվում։ Մի կողմից մենք ունենք գործազրկության բարձր մակարդակ, մի կողմից ունենք աշխատողների պակաս։ Կան բազմաթիվ կազմակերպություններ, որտեղ աշխատողների պահանջարկ կա, բայց աշխատող չկա։ Իսկ մյուս կողմից ունենք գործազրկության աճ։ Սա ինչի մասին է խոսում։ Սա խոսում է, որ մեզ մոտ աշխատաշուկայի հստակ վերլուծություն չի իրականացվում եւ առաջարկի եւ պահանջարկի հակակշռված իրավիճակ ունենք, այսինքն այս հավասարակշռությունը աշխատաշուկայում առաջարկի եւ պահանջարկի չկա։ Սա պիտի բերի նրան, որպեսզի մենք մտածենք, մենք ինչ կրթություն ենք տալիս երեխային, դեռահասին, հետո նաեւ արդեն ավելի ուսանողին օրինակ, որը ուզում է ուսանող դառնալ։ Կրթություն եւ աշխատաշուկա կապը պիտի լինի ամենօրյա։ Մեծ խզում կա։ Այո, խզում կա, որովհետեւ եթե մենք այդ խզումը չունենենք, մենք այս պարադոքսը ուղղակի չենք ունենա։ Հարյուրներով ուսանողները ավարտում են եւ միանգամից դառնում են անգործ։ Պիտի ասեմ, որ գործատուների շրջանում, քանի որ Հայաստանի Արհամարհությունների կոնֆեդերացիան որպես սոցիալական գործընկեր համագործակցում է գործատուների հանրապետական միության հետ, մենք տեսնում ենք իրավիճակ, երբ գործատուները կարիք ունեն միջին մասնագիտական որակավորում ունեցող աշխատողների։ Շատ դեպքերում քոլեջներում մենք ունենք նման մասնագիտություններ, բայց գնացող երեխա չունենք, որպեսզի այնտեղ սովորի։ Եվ կարծում եմ, որ այս տարիների ընթացքում իհարկե մասնագիտական կողմնորոշման կենտրոններ ենք բացել եւ այլն, բայց կարծում եմ պետք է մի քիչ ավելի շատ վճռական քայլեր ձեռնարկենք այստեղ եւ հատկապես ոչ թե միայն երեխայի հետ աշխատենք, այլ նրա ծնողների։ Ինչքան էլ որ այս կարծրատիպային մոտեցումը քիչ թե շատ փոխվել է Հայաստանի Հանրապետությունում, որ դիպլոմը միայն օժիտ չէ, այլ նաև դա պիտի կերակրի հետագայում այդ երեխային եւ արդեն մեծ մարդուն ընտանիք կազմելու ժամանակ, բայց դեռ ունենք այս խնդիրը։ Երբ բոլորը որոշում են, որ իրենք պիտի բուհում սովորեն, որովհետեւ բուհի դիպլոմ պիտի ունենան։ Չեմ ասում, որ նախկինի նման է հիմա։ Քիչ թե շատ կոտրվել է այս կարծրատիպը, բայց դեռ ունենք եւ դա տալիս է իր արդյունքը եւ պետք է նաեւ հաշվի առնել, որ այսօր աշխատաշուկա է մտնում դեռևս 5 տարի առաջ այդ մոտեցումը ցուցաբերած ուսանողը կամ աշակերտը կամ այդպիսի ծնողների երեխաները։ Գուցե այսօր մենք մի քիչ ավելի շատ ենք աշխատում այս իմաստով, փորձում ենք փոխել, մասնագիտական կողմնորոշման կենտրոններն են փոխում, բայց ամեն դեպքում խնդիրն ունենք եւ սա մեծ այդ կրթություն աշխատաշուկա այդ սղումը շատ մեծ է։
Իսկ այն, որ ասում եք պահանջարկ կա աշխատատեղերի, բայց այդ աշխատատեղերը չեն լրացվում։ Գուցե դա պայմանավորված է նրանով, որ պահանջարկի հետ մեկտեղ նաև բարձր աշխատավարձներ չեն տալիս եւ մարդիկ հենց դրանով պայմանավորված չեն գնում այդ։ Ես չէի ասի։ Այն տեղերում, որտեղ կոնկրետ մասնագիտություն կամ հմտություն ունեցող աշխատողի կարիք կա, դա կարող է լինել զոդող, դա կարող է լինել խառատ, այսինքն հաստոցաշինության մեջ աշխատող կարող է լինել, այնտեղ աշխատավարձը գոնե Հայաստանի Հանրապետություն գրանցված միջին աշխատավարձի գրեթե մոտ է։ Այսինքն այնտեղ նվազագույն աշխատավարձ չէ սահմանված, որի համար մարդը չգնա աշխատելու, բայց եթե օրինակ 200,000 դրամ է աշխատավարձը եւ 8 ժամյա իրոք աշխատանքային գրաֆիկ է, կարծում եմ, որ մարդը, որը չունի աշխատանք եւ գործազուրկ է գրանցված, նրա համար պիտի շահեկան լիներ այնտեղ աշխատելը, եթե ինքը ունի այդ մասնագիտական հմտություններն ու ունակությունները։ Այ որ մասնագիտությունների ավելի շատ պահանջարկ կա, իսկ առաջարկը ավելի քիչ է։ Արդեն նշածս, հա, որոնց մասին ես նշեցի, կռունկավարների խնդիր ունենք, զոդողների, հատկապես այստեղ երիտասարդ աշխատողների կարիք կա, այո, սպეციფիկ են, որտեղ արդեն մարդիկ, որոնք այդ մասնագիտությունն ունեն, տարիքն արդեն բարձր է, միշտ չէ, որ դու կարող ես կռունկավարին, օրինակ 70-80 տարեկան մարդուն, դա վտանգավոր է նրա առողջության համար։ Շատ դեպքերում գործատուները ստիպված գնում են այդ քայլին, որովհետև այլ աշխատող չունեն, բայց դա վտանգավոր է նրանց կյանքի համար։ Ինչքան էլ որ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը թույլ չի տալիս խտրական վերաբերմունք ցուցաբերել աշխատողի տարիքի հիմքով, բայց կան աշխատանքներ, որտեղ իրոք վտանգավոր է տվյալ աշխատողի համար։ Խնդիր համարվում է այն, որ աշխատատեղերը ընդհանրապես աշխատաշուկան հավասարաչափ բաշխված չէ։ Ես նկատի ունեմ հետևյալը, որ տեսեք հիմնականում ամեն ինչ Երևանում է կենտրոնացած եւ ձեռնարկությունները, չգիտեմ, տնտեսություն, մի խոսքով ամեն ինչ սպասարկման ոլորտ ծառայությունները մարզերում շատ քիչ։ Եթե համեմատում ենք բնակչության թվերն, նո, այսպես շատ մոտավոր 1/3 մասն է, հա, Երևանի բնակչությունը ընդհանուր հանրապետության, բայց զբաղվածությամբ 70%-ից ավելին մայրաքաղաքն է, այսինքն ամբողջ աշխատուժի։ Սա էլ կարծում եմ լուրջ հակասություն է։ Սա խնդիր է Հայաստանի Հանրապետության համար եւ կարծում եմ, որ սա ռազմավարական խնդիր է, սա անվտանգության խնդիր է, որովհետեւ եթե մենք ամեն ինչ կենտրոնացնում ենք մայրաքաղաքում, մենք պարզապես դատարկում ենք մեր գյուղերը, հատկապես այն գյուղերը, որոնք մեզ համար կենսական նշանակություն ունեն։ Այսինքն համայնքային զարգացման ծրագրերը պիտի ավելի շատ լինեն, եթե կան, եթե չկան, ապա պետք է անել, որովհետև համայնքները պիտի զարգանան, համայնքը պիտի ունենա այն ինֆրաստրուկտուրան, որպեսզի համայնքում ապրող բնակիչը չուզենա գալ Երևան, կամ օրինակ, չգիտեմ, Շիրակի մարզում չուզենա գալ Գյումրիում աշխատել, Լոռու մարզում չուզենա գալ Վանաձորում աշխատել։ Եթե նկատել եք, ապա Երևանի պարագայում մենք առավոտյան ունենում ենք մարզերից, մոտ մարզերից հսկա հոսք, որը մտնում է Երևան քաղաք։ Ոչ միայն մոտ, ես շատ գյումրեցիների գիտեմ, որոնք ամեն օր գալիս են, աշխատում են երեկվան վերադառնում են, ամեն օր։ Այսինքն սա ինչի մասին է խոսում, սա խոսում է, որ մարզը կամ համայնքը հավասարաչափ չի զարգանում մայրաքաղաքի հետ։ Էլի թող մայրաքաղաքը թեկուզ մի քայլ առաջ լինի, բայց եթե մենք ուզում ենք զսպել արտագաղթը, եթե մենք ուզում ենք զարգացնել համայնքները, եթե մենք ուզում ենք ընդհանրապես ունենալ ապահով եւ ուժեղ պետություն, մենք պիտի համայնքներից սկսենք այդ զարգացումը։ Պարզ է, որ դա մեկ օրում լուծվող խնդիր չէ, բայց կարծես թե միտումն էլ դեպի հակառակը չէ, այսինքն անընդհատ Երևան ամեն ինչ դեպի Երևանը կենտրոնանում եւ ձեր ասացի նման մարզերը իրոք դատարկվում են։ Այո, ես իմ աշխատանքի բերումով լինում եմ շատ լինում եմ մարզերում, հատկապես լինում եմ հեռավոր գյուղերում եւ տեսնում եմ, որ մենք ունենք գյուղեր, որտեղ գրեթե տղամարդ չկա, որտեղ բոլորը գնացել են արտագնա աշխատանքի։ Կապ չունի դա ներքին միգրացիա է, թե արտաքին միգրացիա է, հա, կապ չունի Հայաստանի Հանրապետության տարածքում են միգրացիայի ենթարկվում, թե օրինակ դուրս։ Հեռավոր գյուղի բնակիչը իրեն ավելի ձեռնտու է, որ ինքը Երևանում թեկուզ մի փոքրիկ սենյակ վարձի այնտեղ ապրի, քան ամեն օր գնա գյուղ եւ վերադառնա։ Եվ ես չէի ասի, որ
բոլոր գյուղերի ճանապարհներն են այնպիսի վիճակում, որ կարելի է ամեն օր գնալ եւ գալ։ Իհարկե տարբերություն կա նախկինի համեմատ, եղել են օրինակ տարիներ առաջ ես գնում էի գյուղ ճանապարհի կեսից ոտքով էի գնում, որտեղ մեքենան այլևս չէր կարող գնալ։ Այսօր ավելի քիչ թե շատ այդ խնդիրը լուծված է, բայց միևնույն է, եթե մենք ուզում ենք ունենալ այդ ինֆրաստրուկտուրան, եթե մենք ուզում ենք ունենալ ապահովություն, եթե ուզում ենք անվտանգություն ունենալ, սա ռազմավարություն է եւ անվտանգային ռազմավարություն։ Պետությունը պիտի մտածի գյուղից սկսի, ոչ թե քաղաքը զարգացնենք, այլ գյուղից սկսենք, քաղաքը ինքն իրեն զարգանալու է։ Իսկ միտումը այնպեսն է, որ ես մտածում եմ, թե եթե հնարավորություն լիներ գյուղատնտեսություն էլ կբերեին Երևան, հանքերն էլ կբերեին Երևան, ամեն ինչ կկենտրոնացնեին։ Այո, ցավոք մենք ունենք միտում գյուղատնտեսության մի քիչ ավելի դիվանագետ հնչի, ինչ ասեմ, վերանալու, հա, մոտավորապես։ Մենք ավելի շատ ինչ ենք անում, աշխատողները չեն զբաղվում գյուղատնտեսությամբ։ Շատ երկրներում հիմա առաջատար ուղղություններից մեկը հենց գյուղատնտեսությունն է։ Որովհետև գյուղատնտեսությունը, բարենային անվտանգությունը, սրանք շատ կարևոր հարցեր են, որոնք պետության համար առաջնահերթություններ պիտի լինեն։ Այսօր կայացել է, հա, ձեր նվազագույն աշխատավարձ եւ սոցիալ-տնտեսական իրողությունները Հայաստանի Հանրապետությունում այդ հետազոտության թվում է հետաքրքիր հետազոտություն կլինի, շնորհանդես այ որոնք են այդ հետազոտության հիմնական արձանագրումները։ Հետազոտության առաջին արձանագրումը վերաբերում է ինչ-որ բաներից արդեն խոսեցինք։ Այո, մի որոշ բաներից խոսեցինք, հատկապես նվազագույն եւ միջին աշխատավարձի մասով, որը հետազոտությունը իմիջայլոց եւս արձանագրել էր, բայց մի կարևոր հանգամանք մենք չունենք մեթոդաբանություն աշխատավարձ սահմանելու, այսինքն մենք ինչի հիման վրա ենք սահմանում մեր նվազագույն աշխատավարձը, ինչի հիման վրա ենք սահմանում սպառողական զամբյուղ, մենք իմիջիայլոց 2 զամբյուղ ունենք, սա էլ հակասությունների մի թնջուկ է, որը պետք է, այո, եւ նվազագույն, այո, սա էլ այդ հակասությունների թնջուկներից մեկն է, որը եթե մենք ուզում ենք ունենալ իրատեսական նվազագույն աշխատավարձ, այս բոլոր խնդիրներին պիտի լուծում տանք, եւ այդ լուծումները պիտի լինեն մեթոդական։ Ոչ թե պիտի մենք նայենք, թե պետությունը ինչքան հնարավորություն ունի նվազագույն աշխատավարձ սահմանելու եւ այդ թիվը ուղղակի շեշտենք, այլ այդ թվի տակ պիտի լինի հիմնավորված հաշվարկ, մարդուն ինչքան գումար է պետք, որպեսզի ինքը կարողանա ապահովել իր կենսապահովումը եւ իր ընտանիքի անդամների կենսապահովումը, ոչ միայն սննդի մասով, այլ նաեւ իր ոչ պարենային սպառման մասով ներառված չեն ոչ կոմունալ ծախսերը, ներառված չեն ձեզ հանգստի ծախսերը, ներառված չեն ձեր մշակութային ծախսերը, ներառված չեն ձեր առողջության վրա կատարվող ծախսերը։ Ինչու բժշկի չենք գնում, հա, շատերը, որովհետև գումար չունի։ Բժշկի գնում են մարդիկ այն դեպքում, երբ արդեն ժողովրդական լեզվով ասած դանակը ոսկորին է հասել, որովհետև ինքը գումար չունի։ Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք մարդիկ, որոնք որ կարողանում են ապրել, ինչպես Ֆոկուս խմբային ուրեմն քննարկումները ցույց էին տվել, որ մարդկանց մեծ մասը ապրում է պարզապես պարտքով, ապրում է պարզապես վարկով եւ ինքը անընդհատ այդ պարտքի եւ վարկի հորձանուտում է, ինքը դրանից դուրս չի գալիս։ Մեծամասամբ նրանց այդ աշխատողների, հա, այդ մասը ստվար հատվածը ինքը անդադ կամ հարկադիր ծառայության ուրեմն խնդիր ունի, հարկադիր կատարման, հա, այնտեղ պարտքեր ունի եւ այլն, վարկեր ունի ինքը անընդհատ, բայց այդ բոլորի հետ միասին մենք տեսնում ենք մարդիկ, ովքեր վերջին մոդելի հեռախոս ունեն, ապառիկով գնաց, կամ իրենց հանգիստը, այս բոլորը պարտքով է իրականացվում եւ մենք փաստորեն ունենում ենք մի իրավիճակ, երբ մի կողմից խոսում ենք, որ աշխատավարձը բավարար չէ եւ ապրել ուղակի հնարավոր չէ, մյուս կողմից ունենք նաեւ մարդիկ, որոնք այդ վարկի եւ պարտքի միջով գերադասում են անդադ լինել այդ վարկի ու պարտքի տակ, բայց ունենում են այն գոնե նվազագույն պայմանը, որը ինքը ուզում է իր երեխային հետ ունենալ։ Այո, բան է դարձել, բայց հետաքրքիր է կա, այ որպեսզի պարտքեր չլինեն, հա, ինչ որ միջին անցված հաշվարկ կա, թե միջին վիճակագրական մեկ հայն, մեկ քաղաքացու մոտավորապես մեկ ամսվա ընթացքում ինչքան գումար է պետք, քիչ թե շատ նորմալ ապրելու համար։
Ճիշտ ասած, հետազոտությունը մի քանի մոդելեր առաջարկել էր նաև այն տարբերակը, որպեսզի հնայի հետ նաև համեմատենք եւ դա լինի օրինակ 46%-ը, լինի 42%-ը, որի պարագայում այսօր պետք էր, որ ամեն նվազագույնը լիներ 93700 դրամ, բայց եթե մենք այդպես չենք նայում, այսինքն դա մերիդիան, հա, այդ մոդելով հաշվարկված դա պարագայում, բայց եթե մենք նայում ենք պարզապես գնաճին, ապա 2 հոգի աշխատելու պարագայում ընտանիքում նվազագույն աշխատապարտը մինիմում պիտի լիներ գոնե 115000 դրամ, եթե երկուսն էլ աշխատում են տանը եւ կկարողանային այդ դեպքում իրենց կոմունալ վարձերը վճարել եւ ինչ որ չափով կարողանային նվազագույն պայմաններով ապրել։ Բայց բոլորս հասկանում ենք, որ մեր սահմանադրական իրավունքն է ընդհանրապես լավ ապրել, արժանապատիվ ապրել եւ երբ որ մենք նայում ենք կյանքի գինը օրեցօր աճող գնաճը, իրականի մասին է խոսքս, ոչ թե պաշտոնական տվյալների մասին, ապա մենք տեսնում ենք, որ 150000 դրամն էլ է պակաս, որովհետեւ մենք կարողանանք այսօրվա գնաճի հետ քայլենք ուղակի, որովհետև եթե մենք նայում ենք մեր սպառումը, նայում ենք մեր օրեցօր բարձրացող թե հարկերի մասով, թե ծառայությունների մասով, որոնք էլի հիմա կբարձրանան հաշվի առնելով որոշակի հարկերի բարձրացումը, ապա տեսնում ենք, որ նույնիսկ 150000 դրամ ստանալու պարագայում իրական, եթե նայենք դաշտում, ապա մենք էլի կունենանք խնդիր։ Շնորհակալություն։ Այսքանը մեր հյուրն էր Հելեն Մանասարյանը։